Ողջույն, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Մենք կրկին Արցախում ենք, մեր և մեր պապերի աննվաճ երկրամասում։ Այս անգամ ուղևորվում ենք դեպի պատմական Խաչենի տարածաշրջան։ Անցյալի գաղտնիքներով հետաքրքրված յուրաքանչյուր մարդու համար Արցախն իսկական պատմահնագիտական գանձարան է։ Քանի որ ինչքան էլ պատմում ու ներկայացնում են, հատկապես վերջին տարիներին միևնույնն է։ Այս երկրամասը պատմական հսկայական ժառանգություն է ստացել, ինչը տևական և մանրամասն ուսումնասիրության կարիք ունի։ Շատ են հատկապես անմատչելի վայրերում բանուկ ճանապարհներից հեռու թաքնված հուշարձանները, որոնց հետքերով էլ գնացել էինք հինավուրց Բերդաձորի Վերին Խաչենի տարածաշրջան։ Խմբի համար որպես հենակետ ընտրել էինք Չափար գյուղը, մի հին բնակավայր, որի շրջակայքը հարուստ է պատմական կոթողներով։ Չափար գյուղում կանգ առնելու մեր հիմնական նպատակը հաջորդ օրը հակառակաբերդ բարձրանալն էր։ Արցախյան հարյուրավոր այն բերդերից մեկը, որոնց մասին սովորաբար գիտեն միայն շրջակա գյուղերի բնակիչները։ Պատմական այդ կառույցները մեծ հեռուստալսարանին հայտնի չեն նախ եւ առաջ իրենց անմատույց դիրքի պատճառով։ Հեռուստատեսային ամեն խումբ չէ, որ մեղմ ասած իրեն նեղություն կտա մագլցել լեռնագագաթները, ինչ որ կիսափլուզված ամրոց նկարահանելու համար։ Իսկ տեղացիները ոչ միայն գիտեն, այլև հպարտանում են այդ ամրոցներով, դրանք համարելով իրենց բնակավայրի պատմության քարե վկայությունները։ Չափարեցիները խոսակցական բարբառով հակառակաբերդն անվանում են Չափարի ղալա, և դա ունի իր բացատրությունը, քանի որ բերդին ամենամոտ բնակավայրը հին Չափար գյուղն է, սփռված Անտառապատ լեռան ստորոտում։ Չափարի հին գյուղատեղին ներկայիս բնակավայրից մի փոքր հեռու է, Սարահարթի վրա, իսկ հակառակաբերդը հին գյուղի դիմաց է, իշխող բարձունքին։ Սովորական անցորդը դժվար թե կռահի, որ այստեղ երբևէ բնակավայր է եղել։ Թեև Սարալանջից լեռան ստորոտ վերաբնակեցումը տեղի է ունեցել ոչ այնքան վաղ անցյալում։ Բոլոր շինությունները քանդված են։ Եվ միայն ուշադիր զննելու դեպքում կարելի է հայտնաբերել տների կիսով չափ հողածած քիմքերը։ Չափար բառացի նշանակում է պատնեշ, ցանկապատ։ Հավանաբար այն պատճառով, որ բնակավայրը շրջապատված է խիտ անտառներով, բարձր սարերով ու բերդամրոցներով։ Կանգուն է միայն հին բազիլիկ եկեղեցին, որը ներկայումս այսպիսի տեսք ունի։ Հին գյուղի տարածքից հայտնաբերվել են նաև վիմագիր արձանագրություններ, որոնք վկայում են բնակավայրի խոր արմատների մասին։ Ռելիեֆային նման պայմաններում քայլելը դժվարանում է, և այդ պատճառով թվում է, թե օրն արագ է անցնում, այնպես որ պետք էր շարժվել։ Հակառակ դեպքում հետդարձի ճանապարհը ստիպված կլինեինք անցնել գիշերային անտառով։
Հակառակաբերդ, ինչպես տեղաբնակներն են ասում, գալա տանող ճանապարհ չկա։ Հնավայր կարելի է հասնել այստեղ կածանով, կամ ձիով, կամ ոտքով։ 5 յուղից սկիզբ բառնող այս արահետը հազիվ է նշմարվում խոտածածկույթի պատճառով։ Միանգամայն հասկանալի է, քանի որ անմատույց լինելու պատճառով տարվա մեջ միայն մի քանի հետաքրքրասերներ են բարձրանում հակառակաբերդ։ Կածանը թաքնվում է խոտերի մեջ, տեղ-տեղ դառնում անտեսանելի եւ այն նորից գտնելու համար երբեմն ստիպված ես լինում մի քանի շրջան կատարել։ Սկզբում անհամեմատ հեշտ էր, հետո սկսվեց դժվար վերելքը։ Երբեմն այնքան կտրուկ, որ դժվարանում էին անգամ ձիերը։ Զարիվեր տանող լեռալանջի հետ մղվող 2 ժամյա պայքարից հետո Սաղարթախիտ անտառի բարձունքին ուրվագծվեցին հակառակաբերդի ժայռերը։ Հենց այդ հսկայական ժայռաբեկորների վրա էլ բազմած է Չափարի ղալան։ Լեռան գագաթից բոլորեքյան գեղեցիկ ամենապատկերներ են բացվում։ Անվերջանալի թվացող Սաղարթախիտ անտառներ ու անդնդախոր կիրճեր։ Իզուր չէ, որ Արցախ աշխարհի բնության մասին մարդիկ հրաշքներ են պատմում։ Հակառակաբերդի բարձունքից համոզվում ես, որ մարդիկ իրավացի են։ Ամրոցակիր ժայռի ամբողջ երկարությամբ բերդը շրջապատված է տեղական ամուր կրաքարով շարված կրկնապարիսպներով, որոնք տեղ-տեղ կարծես ձուլված են ժայռերին։ Ուղղակի անհավանական է, ինչպես են այն ժամանակներում եւ այն էլ այսպիսի դժվար պայմաններում նման հաստ պատեր շարել։ Պարիսպները կանգուն են նույնիսկ այսօր, եւ բերդի տարածք կարելի է մուտք գործել միայն 2 տեղից, կամ պարսպի արևելյան մասի փլվածքով, կամ ներս սողոսկելով հարավային պատի այս կամարաձև խոռոչով։ Պատմական ժլատ փաստաթղթերի վկայությամբ հակառակաբերդը եղել է մեծ հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր գավառում եւ հանդիսացել է Հաթերքի գավառակի աննվաճ ամրություններից մեկը։ Աննվաճ բառն այստեղ ավելի քան տեղին է, եւ դա ավելի շատ ոչ թե բերդի առանձնահատկությունն է, այլ նրա աշխարհագրական դիրքը։ Որևէ զորագունդ մի քանի կիլոմետրանոց թեք լեռալանջը հաղթահարելուց հետո հազիվ թե կարողանար իր մեջ ուժ գտնել եւ գրոհել բերդը, մանավանդ որ բերդականներն էլ հաստատ ձեռքները ծալած չէին նստելու։ Ինչպես է կործանվել բերդը, ոչ ոք չգիտի,
Սակայն հարավային պատին հիմա էլ պարզ երևում է մի մեծ անցք։ Գուցե հենց սա է եղել Բերթի անկման պատճառը։ Հակառակաբերդի մասին պատմական մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել։ Անհայտ է նաև Բերդի անվան ծագումը, թեև այդ անունով այն հիշատակվում է նաև պատմական քարտեզների վրա։ Արսպապատից ներս ոչ մի ենթակառույց չի պահպանվել, բացառությամբ հակառակաբերդի հռչակավոր ջրհորի, որն էլ ամրոցի ողջ գոյության ընթացքում եղել է կենսական առաջին պայմանը։ Եզակի մի երևույթ, հակառակաբերդի ջրավազանը։ Սա տարածքի ամենաբարձր կետն է, սակայն ավազանը միշտ լիքն է քաղցրահամ սառը ջրով։ Ինչպես է ջուրը բարձրանում սարը, ոչ ոք չի կարող ասել։ Ըստ տրամաբանության, այս տարածքը պետք է որ ջրազուրկ լիներ։ Սակայն քար ու կրով կառուցված ավազանում քաղցրահամ ջուրը ոչ միայն չի պակասում, այլ ամառ ձմեռ մնում է նույն մակարդակին։ Օրն անցնում էր, իսկ մենք դեռ սարի գագաթից պետք է հասցնեինք իջնել։ Եվ միամտություն կլիներ կարծել, թե մենք դեռ կհասցնենք այցելել նաև պատմական Բերդաձորի մյուս հանրահայտ հնավայրը։ Դա հնարավոր էր իրագործել միայն հաջորդ օրը։ Նկարահանումների առաջին իսկ օրվանից փորձեցինք ճշտել, արդյոք դեպի խաթրավանք բարձրանալիս մեզ սպասվում է հակառակաբերդի նման ճանապարհային նույն փորձությունը։ Տեղաբնակները մեզ հանգստացրին, ասելով, որ սրբավայր հասնելը շատ ավելի հեշտ կլինի, պարզապես պետք էր անցնել Թարթար գետը։ Այդ պատճառով որոշեցինք մինչ խաթրավանք գնալն այցելել մի հնամենի բնակավայր, որը դարեր շարունակ եղել է Արցախի հոգևոր կենտրոններից մեկը։ Մենք Վաղոհաց գյուղում ենք, տարածաշրջանի ամենահին բնակավայրերից մեկում, որտեղ դարեդաշ պահպանվել է պատմական Խաչենի գրական ժառանգությունը։ Մեր այցի նպատակն այս անգամ բնակավայրի ամենահին պատմական կոթողներից մեկն էր։ Մի փոքրիկ մատուռ, որի արմատներն ըստ որոշ պատմաբանների հասնում է մինչև 4-րդ դար։ Սակայն մատուռը դրանով չէ, որ առանձնահատուկ է։ Արցախի հնագույն հուշարձաններից մեկը։ Շատերին այն գրավում է ոչ թե իր ճարտարապետական առանձնահատկությամբ, այլ թխկենի ծառով։ Ասում են հենց թխկենու շնորհիվ է, որ մատուռը դարեր շարունակ կանգուն է մնացել։ Երբեմն մասնագետներից կարելի է լսել, թե բնական աղետներն ու նվաճողները այնքան չեն վնասել պատմական շինություններին, ինչքան նրանց վրա աճած թփերն ու ծառերը։ Ինչ խոսք, միանգամայն ճշմարիտ կարծիք է, միայն թե ոչ այս մատուռի պարագայում։ Հսկայական թխկենին աճել է անմիջապես կառույցի հիմքից և իր հզոր արմատներով ամուր գրկած պահում է Վաղոհասի ավելի քան 1500-ամյա ծերացած մարմինը։ Այս տարածքում, ըստ ժողովրդական լեգենդի, պատմական հաջորդ վայրը կապված է արյունարգու Լենգ Թեմուրի և Արցախի անվան
Ղարաբաղ տարբերակի հետ։ Գետավան գյուղում Թարթարի կամրջի դիմաց մի անհասկանալի կառույց կա, շարված անմշակ մեծ քարերով։ Ժողովուրդը պնդում է, որ դրանք հին կամրջի մնացորդներ են, պահպանված դեռևս Լենգ Թեմուրի ժամանակներից։ Թարթարի հենց այս հատվածում է եղել Լենգ Թեմուրի հանրահայտ կամուրջը։ Աշխարհակալը նվաճել է տարածքը, բայց ոչ մարդկանց։ Տեղացիները քանդել են այն, անցել գետն ու ամրացել լեռներում։ Կատաղած Լենգը հրամայել է կամուրջ կառուցել գետն անցնելու համար։ Պատմության մեջ սա մոնղոլ թաթարների թողած երևի թե միակ շինությունն է։ Լեգենդը պատմում է, որ մինչ այդ Լենգն իր ծովի մատնված և հյուծված զորքին հրամայել է անցնել գետը։ Սակայն փրփրած Թարթարը մի վայրկյանում ջրասույզ է արել տասնյակ հեծյալների։ Ասում են, որ Լենգ Թեմուրն այդ ժամանակ է Արցախն անվանել Սև այգի, գեղեցիկ ինչպես այգին, բայց սև բոլոր նվաճողների համար։ Օրն արդեն կիսվել էր, երբ հասնելով Թարթարի համեմատաբար ծանծաղ մի հատվածի, պատրաստվեցինք գետանցմանը։ Ճիշտ է, Թարթարն այսօր այն էլ ամռան շոգին այնպիսին չէ, ինչպիսին Լենգ Թեմուրի դարաշրջանում էր։ Սակայն միևնույն է, արագահոս լեռնային գետ է, որն անցնելն այնքան էլ հեշտ չէ։ Ամեն ինչ կարծես թե բարեհաջող ավարտվեց։ Մնում էր գետի հակառակ ափին գտնել դեպի Խաչրավանք տանող կածանը։ Դա նույնպես ստացվեց։ Մոտ 1 ժամ անտառապատ թեք լանջը հաղթահարելուց հետո մենք պետք է որ հասնեինք Խաչրավանք։ Արցախցիները մի հետաքրքիր բնավորություն ունեն։ Երբ հարցնում ես, թե որտեղ է այս կամ այն վայրը, նրանք հանգիստ պատասխանում են. հա տեղ։ Իրականում իրենց համար այդպես էլ կա։ Թեև հատե տեղը 2-ից 3 կիլոմետրանոց դժվար ճանապարհ է։ Ոչ իրենց համար իհարկե։ Նրանց համար, ովքեր ծնվել ու մեծացել են այսպիսի կուսական վայրերում, բնության հետ կապված ոչ մի դժվար բան չկա։ Այն էլ հարազատ գյուղի բնության։ Քիչ հետո պարզվեց, որ Խաչրավանք բարձրանալը հակառակաբերդ գնալու պես մի բան է։ Մանավանդ, որ ոչ այնքան բանուկ կածանն անընդհատ կորչում էր տեսադաշտից։ Ինչևէ, նպատակը դժվարությունից շատ ավելի ուժեղ ու կարևոր էր։ Եվ քիչ հետո զմրուխտե անտառի մեջ երևաց Խաչրավանքը։
Սրբավայրը, որ պատմական փաստաթղթերի մեջ հանդիպում է նաև Խադավանք կամ Խադարի վանք անուններով, գտնվում է Վաղուհաց գյուղից մոտ 9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Այն հատվածում, որտեղ Վանքեն ջուր կոչվող վտակը հապվում է Թարթար գետը։ Վանքը կոչվել է Թադևոս Առաքյալի 70 աշակերտներից Խադի անունով, ով Սուրբ Եղիշեի հետ միասին համարվում է քրիստոնեություն տարածողն Արցախում։ Սա եղել է Վերին Խաչենի նշանավոր հոգևոր կառույցներից մեկը և գլխավոր եկեղեցուց բացի ունեցել է նաև սեղանատուն, զանգակատուն, գավիթ, տապանատուն և օժանդակ բնակելի շինություններ։ Այդ ամենը շրջապատված է եղել վանական պարիսպներով, որոնք ինչպես հայկական բազմաթիվ համալիրների դեպքում զուտ պաշտպանական նշանակություն են ունեցել։ Հայտնի է, որ վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում և 7-րդ դարում հանդիսացել ծարի իշխանության հոգևոր կենտրոնն ու տապանատունը։ Սրբավայրն առաջին անգամ լրջորեն տուժում է 12-րդ դարում։ Նախ վրա է հասնում 1139 թվականի երկրաշարժը, իսկ մի քանի տարի անց 1143 թվականին բնական աղետի կիսատ թողած գործն ավարտում են սելջուկները, ավելի անմարդկային ու ահավոր, քան երկրաշարժը։ Սելջուկների Չոլի զորապետն արցախցիների ապստամբությունից կատաղած ավերում է այս տարածքի վանքերն ու եկեղեցիները, թալանելով սրբավայրերի եղած-չեղածը։ Ներկայիս շինությունը 1204 թվականին կառուցել է Սանահին և Հաղպատ վանքերի վանահայր Հովհաննես Խաչենցին։ Նա խաթրավանքը դարձրեց իսկական գրադարան-թանգարան, այստեղ հավաքելով հազարավոր գրքեր ու խաչքարեր։ Այդ մասին պատմող քարե արձանագրությունները ներկայումս պահպանվում է Երևանի մատենադարանի ցուցասրահում։ Մինչև 14-րդ դարի ավարտը խաթրավանքում հոգևոր մշակութային կյանքը ծաղկում էր ապրում, որից հետո սկսվեց անկման շրջանը։ Կյանքն այստեղ վերակենդանանում է 200 տարի անց միայն, երբ 1691 թվականին վանքը նորից ամբողջությամբ վերանորոգվում է։ Օրվա գույներն աստիճանաբար սկսեցին խստանալ, և հասկանալի էր, որ պետք էր վերադառնալ։ Անտառում մութը շուտ է ընկնում, և եթե չհասցնեինք դուրս գալ լույս աչքով, ստիպված էինք լինելու դժվար վայրեջք հաղթահարել թանձր խավարի միջով։ Ավարտվեց նկարահանման ևս մեկ օր, ինչպես նաև հերթական մի այցելություն Արցախ աշխարհ։ Զարմանալի է, բայց այս երկրամասը յուրատեսակ ձգողական ուժ ունի։ Ամեն անգամ այնտեղից հեռանալիս կրկին վերադառնալու ցանկությունն էլ ավելի է մեծանում։ Դա որքան անբացատրելի, նույնքան էլ նվիրական զգացում է։ Տիրոջ և զավակի զգացում, պապենական օջախի, հարազատ տան նկատմամբ։ Ինչքան էլ խոսեն Արցախ աշխարհի մասին, այնուհանդերձ, այս երկրամասն առ այսօր էլ լիովին ուսումնասիրված չէ։ Ասվածի վկայությունը հարյուրավոր այն սրբավայրերն ու բերդերն են, որոնց գոյությունը շատ քչերին է հայտնի։
Մենք հրաժեշտ ենք տալիս Արցախ աշխարհին, համոզված լինելով, որ կրկին ու կրկին վերադառնալու ենք այստեղ։ Վերադառնալու ենք, որովհետև Արցախում պատմական ժառանգությունն անսպառ է, իսկ մենք այնտեղ ենք, որտեղ պատմությունը։ Մինչ նոր արցախյան վկայություններ, կհանդիպենք մի քանի օրից։